2021 թվականից սկսած անշարժ գույքի հարկը կտրուկ թանկացել է, իսկ 26 թվականին հասել է բարձրակետին։ Նիկոլն ասում է. «Միայն պետք է ուրախանաք, որովհետև դա նշանակում է ձեր տան գինն է բարձրացել։ Չեք կարողանում վճարել, տները ծախեք օրորի հարստացող ՔՊԱ-ականներին ու կենտրոններից տեղափոխվեք ծայրամասեր»։ ՔՊԱ-կան նախարարն ասում է. «Ես այս 15 տարի է զարմանում եմ, թե ինչու եմ ցածր գույքահարկ վճարում։ Արդար չէ, պետք է ոչ թե 5000 դրամ լիներ, այլ շատ ավելի շատ։ Այդ տրամաբանությամբ էլ սրանց օրոք ամեն ինչ է թանկացել մեկից մինչև մի քանի անգամ։ Առաջ որ ընդդիմադիր էին, ինչ որ չէին պահանջում թանկացնել իրենց գույքահարկը, մյուս հարկերը, բա հիմա ինչու են պահանջում։ Շատ պարզ պատճառով, առաջ դրանից չէին օգտվում, իրենց գրպանը չէր գնում, պարգևավճար չէին ստանում։ Բա պետք է ամեն ինչ թանկանա, որ իրենք պարգևատրվեն, բա հաջորդ կիսամյակին 4.6 միլիարդ դրամ պարգևատրում է նախատեսված, հլե այնքան բան կա թանկանալու։ Այսինքն ըստ ՔՊ-ի սխալ էր, որ երկրորդ նախագահի օրոք 10 տարի բացարձակ գնային կայունություն է եղել։ Պետք է ամեն ինչ ամեն օր թանկանար, ոնց որ այսօր է, ըստ իրենց։ Մի միայնակ տատիկ, որ անընդհատ վատանում է ու շտապօգնություն կանչում, դժգոհում էր։ Հիմա 8 կանչից ավելը վճարով է, 10.000 դրամ արժե։ Հիմա ասում է իմ 47.000 դրամ թոշակով ես ոնց կանչեմ շտապօգնություն ու 10.000 դրամ տամ ամեն կանչին, ոնց որ ասեն հիվանդ ես, մեռիր։ Կառավարությունը հանկարծակի վատացող մարդու վրա անգամ ուզում է փող աշխատել։